Էսի Երևանի քաղաքապետարանի կառավարման բարդակն է, որ Երևանի քաղաքապետարանի ծախողված կառավարումն է, որը Տիգրան Ավինյանը ոտքերին է գցել, ուրեմն տեսեք, Գայի պողոտանն է սա, որը Երևանի քաղաքապետարանը ամբողջովին նոր ասֆալտապատել ու արդեն ամբողջ Գայի պողոտայի տարբեր հատվածներում նոր փռած ասֆալտը քանդվում է։ Բոլորի համար պարզ է, որ նոր փռած ասֆալտը եթե նորմալ անեին, չէր քանդվի։ Ակնհայտ է, հենա, ընդեղ էլ է քանդվել։ Մի խոսքով ամբողջ հատվածում Գայի պողոտայի ասֆալտը քանդվում է։ Հիմա ժողովուրդ ջան, այս աբսուրդն եմ ուզում հասկանամ, էլի ասենք նույնիսկ Երևանի քաղաքապետարանը տարական կառավարման հմտություններ եւ տրամաբանություն չունի։ Մեզ տպավորություն է, որ Երևանի քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնյաներ գժանոցից են փախել ու չեն հասկանում ինչ պետք է անել ու ոնց պետք է անել։ Հիմա ասեմ ընդհանուր խնդիրը ինչու՞մ է կայանում։ Ուրեմն այս հատվածի ասֆալտը քանդվել է։ Ու ամբողջ այս հատվածը էլի ինչ են արել։ Տարական կազմակերպչական աշխատանքները, որը Երևանի քաղաքապետարանը չի կարող անի։ Ու դրա համար էլ Երևանը այսօրին է բարդակ, թափթփված վիճակում է, ոտքերին գցած։ Ուրեմն ինչ են արել։ Այս ասֆալտը, որը քանդվել էր, մի քանի օր առաջ եկել են, քանդել են, տենց մնացել էր քանդված ու հետո եկել են ասֆալտապատել են։ Որից հետո իրանց ինչքան ժամանակ է պահանջվել, ինչ են ծախել, ինչ են, չգիտեմ, խմել, ասենք ինչով են մտածել, որ հետո հասկացել են, դե որ էստե ասֆալտը քանդված է, դե ընդեղին էլ է քանդված, ուրեմն այս ասֆալտապատելուց հետո մի հատ էստե պիտի քանդենք, ստեղ ասֆալտապատենք, այսինքն մոտ մի շաբաթ ստե քանդում, ասֆալտապատում, քանդում, ասֆալտապատում, որ սադիստավարի երևանցիներին տանջում են։ Հիմա տարական խնդիրը նրանում է կայանում, ժողովուրդ ջան, որ չեն կարող Երևանի քաղաքապետարանը կազմակերպեն, որ այս մի հատվածի ասֆալտը, որը քանդվել է, տեխնիկապես հնարավոր է, որ մեկ օրում արագան փորեն ասֆալտապատեն հելեն։ Այսինքն ստե մեծ ինչ-որ ծավալ չկա, որ անհնարին կլիներ մեկ օրում ասֆալտապատել։ Բայց մի աշխատանքը, որը կարելի էր մեկ օրում անել, անում են, չգիտեմ, 10 տարի։ Այսինքն ըստ ինչ բարդ բան կար հասկանալու, տրամաբանելու, չգիտեմ, իրանք ինչ են արել, ոնց են մտածում, вообще, էլի ասենք, որ մի աշխատանքները մի հատվածի մի 10 անգամ են անում։ Հալա մի օրում չէի կարող անեիք հելնեիք, պրծնեիք, տեխնիկապես 100% հնարավոր է, բայց չէ դու պիտի երևանցիներին սադիստավարի տանջեք։ Ստե ասֆալտն էլ է քանդվում։ Հիմա հեռախոսով նկարած պես լավ չի երևա, բայց սա այլի հալիքների մեջ է, այլի որոշ ժամանակ հետո քանդվելու է։ Հեսա։ Էսի կարող է չերևա տենց լավ, արտահայտիչ, բայց հուսամ երևա էլ հենա քանդվում է էլի։ Նոր փռած ասֆալտ է։ Հնա, արդեն քանդվել է, ցույց են տալի, որ ստե միտավոր չկա, էլի, ուղղակի քանդվել է, ու ամբողջ Գայի պողոտան այս վիճակում է, քանդվում է ասֆալտ են անում, անունն էլ դրել են նոր փռած ասֆալտ է։ Հիմա ով կարող ասի, որ Գայի պողոտայում նոր փռած ասֆալտ կա։ Հին ասֆալտի տեսք ունի, սաղ փոսերի մեջ, լատկեքի մեջ, կարկտանների մեջ, բայց իմաստը ո՞րն է Գայի պողոտայի ասֆալտապատելու, որ սաղ պիտի լատկա ելներ, փոսանորոգման աշխատանքներ անցկացնեիք, ով կարա բացատրի։ Ոչ ոք։ Ուղղակի ընտրությունների առաջ Գայի պողոտան սևացրել են, անուն դրել են, մենք ասֆալտ ենք արել, այս չի ձեր փռած ասֆալտը, որ տարին 12 ամիս քանդվում է, նորոգում եք, որը ոչ մի արժեք չունի։ Մենք նախորդ տարի 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ ենք արել Երևան քաղաքում, այդ 50 կիլոմետրին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել։ Խնդրում եմ ինձ տարեք ցույց տվեք այդ 50 կիլոմետր ասֆալտապատման աշխատանքների վրա եղած փոսերի վերաբերյալ խնդիրները։